Ես 25 թվականի բյուջեի մասին չեմ հարցնի, կարծեմ 26 թվականի մասին, եթե թույլ կտաք, այն ծավալները, որը մենք ականատես եղանք, դուք բացահայտում եք նաև ձեր կողմից այդ ընտրակաշարքի դեպքերը եւ հետո վերլուծություն դուք արել եք կամ անելու եք, որպեսզի պարզա չէ, որ եւ դուք հաստատ եւ ես եւ շատերը հասկանում են, որ ծավալները շատ ավելի մեծ է եղել, քան բացահայտումները, բայց դա ոչ թե ձեր թերացումն է, այլ ուղղակի ֆիզիկապես անհնար է այդ ծավալների դեմ կարողանալ ամբողջական եւ արդյունավետ պայքարել։ Ինչ եք կարծում, ինչ պետք է անել, որ եթե հանկարծ նման դեպք լինի, կարողանանք ավելի արդյունավետ, էֆեկտիվ կամ չգիտեմ ինչ բառ ասեմ, որովհետեւ այս անտերը մեր երկրի հիմքերն է քանդում, կրծում է, էլի սրանից վատ բան չկա։ Ձեր փորձը ինչ է ցույց տալի եւ արդյոք դուք տեսնում եք հնարավորություն, որ կարելի է ավելի արդյունավետ կամ ամբողջապես պայքարել սրա դեմ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։ Բնականաբար ես չեմ կարող ասել, որ ունեցել ենք 100% բացահայտման ցուցանիշ ընտրական հանցագործություններով, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է արդյունավետ, գնահատում եմ որպես արդյունավետ կատարված աշխատանքները, եւ եթե մենք նայենք այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում առկա հաստիկների թիվը եւ այդ հաստիկներում աշխատող անձանց քանակը, ըստ էության կհասկանանք, որ իրականում կոմիտեն մեծածավալ աշխատանք է կատարել, մասնավորապես մենք այս պահին ունենք համալրված 72 քննիչ հաստիկներում եւ ունենք օպերատիվ հետախուզական պաշտոններում համալրված 78 անձ, թափուր հաստիկների թիվը հասնում է գրեթե 60-ի, այսինքն նման ներուժի, մարդկային ներուժի պայմաններում հակակոռուպցիոն կոմիտեն ըստ էության իրականացրել է 100-ից ավել բացահայտումներ ամբողջ հանրապետության տարածքում եւ քննել է շուրջ 115 քերական վարույթներ, որոնք առաջիկայում նորից ավելանալու են, նորից ունենալու ենք նոր բացահայտումներ, հետեւաբար արդյունավետության առումով հաշվի առնելով նորից եմ ասում մարդկային ներուժի ու նաեւ տեխնիկական հնարավորությունները կոմիտեի գնահատում եմ կատարված աշխատանքը բավականին բարձր եւ արդյունավետ։ Իհարկե, առաջիկայում մենք երբ որ ամփոփենք արդեն կատարված աշխատանքները, ամբողջությամբ ունենանք պատկեր, թե մենք ինչ բացահայտումներ ենք ունեցել ընտրական հանցագործությունների ոլորտում, մենք բնականաբար կսկսենք նաեւ ուսումնասիրել, թե առաջիկայում մեզ ֆինանսական առումով ինչ է անհրաժեշտ կոմիտեն ավելի պատրաստված, տեխնիկապես ավելի հագեցված դարձնելու համար, հաստիկային առումով ինչ անհրաժեշտություն ունի կոմիտեն, մենք նաև պլանավորում ենք տարածքային ստորաբաժանումներ ունենալ բոլոր մարզերում եւ այդ գործընթացը նախորդ տարվանից սկսել ենք, չնայած այս պահին տարածքային ստորաբաժանումների հաստիկները ամբողջությամբ համալրված չեն եւ գտնվում են համալրման փուլում, այսինքն ունենք 1-2 նշանակումներ, որը բնականաբար բավարար չէ, բայց գույքագրել ենք ամբողջ մեր կարիքները եւ ըստ անհրաժեշտության համապատասխան առաջարկներով հանդես ենք գալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանք ունեք։ Հա, ձեզ շնորհակալություն։ Իհարկե ես մի անգամ էլ կրկնեմ, որ այն աշխատանքը, որ դուք արել եք այդ ռեսուրսներով, այդ մարդկային ներուժի արկայությամբ, դա շատ ոչ թե բավարար է, ոչ թե լավ է, այլ գերազանցի մոտ է։ Ուղղակի ես ինչ եմ ուզում ասեմ, այս սրա հետ բախվելուց հետո վերլուծություն եւ առաջարկներ, որը դուք ասեցիք, եւ միաժամանակ ես ուղղակի որպես պատգամավոր, որպես Հայաստանի քաղաքացի, ուղղակի ձեզ խնդրում եմ, որ ընտրություններից հետո չկանգնել, որովհետեւ կարելի է ուսումնասիրել շատ փաստեր եւ այդ հետքերով գնալ եւ կանգնել այդ կոնկրետ հանցագործությունների վրա, որովհետեւ նույն ընտրատեղամասերի մոտ երեկոյան ժամերին որոշ մարդկանց արկայությունը, ակտիվությունը, կապը ներսի հետ
Եվս շատ բաներ էր հուշում, թե այդ թելը որտեղից ուր է գնում։ Ամեն դեպքում ես ուզում եմ ձեզ խնդրել, որ այդ գործը շարունակեք, որովհետև սա մեր երկրի այսօրվա ու վաղվա համար շատ կարևոր գործերից մեկն է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, իրականում խնդրելու կարիք չկա, որտեղ հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է այդ ոլորտում ակտիվ աշխատանք կատարել, համագործակցելով նաև մյուս իրավապահ մարմինների հետ, եւ մենք ունենք այդ փորձը, որ նախկինում օրինակ Վաղարշապատ համայնքում կատարված ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մենք ունեցանք բազմաթիվ բացահայտումներ եւ ունեցանք, եթե չեմ սխալվում, մոտ 5 տասնյակի հասնող մեղադրյալներ, ովքեր մեղադրվեցին ընտրակաշարք տալու եւ ստանալու մեջ եւ այդ բացահայտումները կատարվեցին ընտրական պրոցեսներից հետո։ Հիմա եւս այս ընտրությունների արդյունքներից հետո կոմիտեն իր ամբողջ կազմով, տարբեր ուղղություններով եւ հանրապետության ողջ տարածքում աշխատում է եւ վստահեցնում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով, մենք արդեն ունենք օպերատիվ մարմնում ունենք բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, այսինքն չեն գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք եւ իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ եւ հետապնդումներ, այս առումով մեր աշխատանքը չի կանգնելու եւ անգամ եթե անցնեն տարիներ ու մենք ստանանք նորից ընտրական հանցագործությունների կոռուպցիոն բնույթի իհարկե ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, ապա դրանք ստուգելու ենք ողջ գործիքակազմի կիրառմամբ եւ գնալու ենք քրեական հետապնդումների։